Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ։ Վայնեթի փոխանցման որոշումը պայմանավորված է սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողության հետաձգմամբ, որին նա պատրաստվում էր մասնակցել։ Ավելի վաղ հաղորդվել էր Նեթանյահուն նաև հույս ուներ ԱՄՆ այցի ընթացքում հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Times of Israel-ի տեղեկություններով նման հանդիպան հնարավորությունը դեռևս քննարկվում էր Սպիտակ տան հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, Սպիտակ տունը ձախողել է հասարակության հետ հաղորդակցությունը Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման ընթացքում։ Նրա խոսքով խնդիրը ոչ թե ինչ-որ բան թաքցնելու փորձն էր, այլ սխալ հաղորդակցությունը եւ առկա փաստաթղթերի վերաբերյալ չափազանցված սպասումները։ Վենսը նշել է, նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին գերագնահատել էր նոր նյութերի ծավալը, ինչի արդյունքում նվազեցրել է հանրային վստահությունը։ Նա նաեւ ընդգծել է, փաստաթղթերի հրապարակման գործընթացը սպասվածից ավելի երկար է տևել։ Շվեդիայի կառավարությունը որոշել է 2026 թվականին 1.4 միլիարդ կրոն, մոտ 145.7 միլիոն դոլար տրամադրել Համաշխարհային բանկի միջոցով Ուկրաինային աջակցելու ծրագրին։ Կառավարության տվյալներով այդ միջոցները հնարավորություն կտան Ուկրաինայի վերականգնման եւ վերակառուցման համար տրամադրել շուրջ 4.2 միլիարդ կրոնի նոր վարկեր։ Ֆինանսավորումը կատարվելու է Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիայի նոր ճգնաժամային ծրագրի շրջանակում։ Շվեդիան արդեն մայիսին եւս մեկ երաշխիք էր տրամադրել, որի շնորհիվ Ուկրաինան ստացել էր շուրջ 260 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր։ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում աստվածաշունչ բարձրաձայն կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներ Վիկտորիա եւ Իգոր Ֆիլոնովներին նախատեսում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Նրանք տեղափոխվել են արտաքսման կենտրոն, իսկ Ռուսաստանի գլխավոր հիպատոսությունը հայտարարել է մշտական կապի մեջ է թուրքական իրավասու մարմինների հետ։ Ռուսաստանցիների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով, հասարակական կարգը խախտելու եւ կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ Թուրքիայում գործող մզկիթներում ոչ մուսուլմանական կրոնական անառողությունների կամ կրոնական գրականության ցուցադրական ընթերցումը համարվում է օրենքի խախտում։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ավելի քան կեսը դեմ է քվեարկել Իսրայելին 3.3 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը։ Associated Press-ի տվյալներով 212 դեմոկրատներից 104-ը փորձել են կրճատել այդ ֆինանսավորումը, սակայն հանրապետականների աջակցությամբ նախաձեռնությունը մերժվել է։ Գործակալությունը նշում է, այս քվեարկությունը ցույց է տալիս դեմոկրատական կուսակցության ներսում խորացող տարաձայնությունները Իսրայելին աջակցելու հարցում։ Վերջին տարիներին կուսակցության ձախ թևն ավելի հաճախ է քննադատում Իսրայելի գործողությունները Գազայում, Լիբանանում եւ Իրանում։ Ռուսաստանի հարվածների հետևանքով Սև ծովում Ուկրաինայի նավահանգիստների հացահատիկի բեռնման հնարավորությունները զգալիորեն նվազել են։ Reuters-ի փոխանցմամբ ապսական արտահանման հզորությունը 6 միլիոն մետրիկ տոննայից կրճատվել է մինչև մոտ 4 միլիոն։ Ուկրաինայի արտարժութային եկամուտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ հացահատիկի արտահանումը, որի շուրջ 90% իրականացում է Օդեսայի մարզի 3 նավահանգիստների միջոցով։ Համաուկրաինական agrarային խորհուրդը զգուշացնում է, ենթակառուցվածքների վնասումը շարունակում է բացասաբար ազդել երկրի արտահանման հնարավորությունների վրա։ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 16-ին Սերգեյ Կորեցկիին նշանակել է երկրի վարչապետ։ Նավթոգազ Ուկրաինա ընկերության գործող գլխավոր տնօրենի թեկնածությանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր, դեմ միայն մեկը։ Քվեարկությունից հետո խորհրդարանը հայտարարել է երկժամյա ընդմիջում, որից հետո նախատեսած է քվեարկել նախարարների կաբինետի նոր կազմը։ Կորեցկու նշանակումը փաստացի նշանակում է կառավարության ամբողջական վերաձևավորման գործընթացի մեկնարկ։ Իրանի ՀՊԿ-ի կորպուսը հայտարարել է, եթե ԱՄՆ-ն հարվածը Իրանի ենթակառուցվածքներին պատասխան հարվածներ կհասցվեն տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, Իրանի զինված ուժերը կարող են ոչնչացնել ԱՄՆ-ի ամբողջ ենթակառուցվածքը առանց հետ թողնելու։ Թեհրանը նաև հայտարարել է, Հորմուզի նեղուցը Իրանի համար կարմիր գիծ է եւ չի հանդուրժի Վաշինգտոնի միջամտությունը դրա կառավարմանը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Շանհայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ով ժամանել է մասնակցելու արհեստական բանականության համաշխարհային համաժողովին։ Սինհուայի փոխանցման առաջնորդների հանդիպումը կայացել է Սիջիաո հյուրանոցում, սակայն բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ ԱԲ-ի համաշխարհային համաժողովը եւ գլոբալ կառավարման բարձր մակարդակի ֆորումը Շանհայում անցկացվելու է հուլիսի 17-ից 20-ը։ Միջոցառումը համարվում է ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից մեկը։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Քերմանպուրը հայտարարել է, ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով երկրի հարավային հատվածում զոհվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ։ Նրա խոսքով ներկայացված տվյալները վերաբերում են գիշերվա ժամը 00:00-ի դրությամբ հաստատված զոհերին։ Քերմանպուրը զգուշացրել է, որ նողափրկարարական աշխատանքների շարունակման պատճառով զոհերի թիվը կարող է աճել։ Իրանի իշխանությունները շարունակում են գնահատել հարվածների հետևանքներն ու ճշտել վերջնական տվյալները։ Իրանի զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ագրամինյան հայտարարել է, Հորմուզի նեղուցը չի բացվի ռազմական ճնշման կամ սպառնալիքների ազդեցության տակ։ Նրա խոսքով նեղուցի բացման հիմնական պայմաններն են ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի լիարժեք կատարումը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը եւ Իրանի ինքնիշխան իրավունքների հարգումը։ Վերջինս ընդգծել է, Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահանջները չեն կատարվել։ Նա նաեւ հայտարարել է, հուշագրից դուրս ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ցանկացած գործողություն Թեհրանը կդիտարկի որպես ինքնիշխանության խախտում։ Իրանի զինված ուժերը նրա խոսքով պատրաստ են կանխել նման ցանկացած քայլ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Կիև հրաժարականից ընդամենը 4 օր առաջ։ Այս ընթացքում նա բանակցություններ կվարի Զելենսկու հետ եւ կքննարկի երկկողմ համագործակցության հարցերը։ Բրիտանական կողմը հիշեցրել է Սթարմերի պաշտոնավարման ընթացքում ստեղծվել է 34 երկրներից բաղկացած կամավորների կոալիցիա, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ կնքվել է 100-ամյա գործընկերության համաձայնագիր։ Նշվում է, Լոնդոնը վերջին 2 տարիներին Կիևին փոխանցել է 100 հազարավոր անօդաչու թռչող սարքեր, հազարավոր հրթիռներ եւ 100 հազարավոր հրետանային արկեր։ Իրանի հոբ ուժերը հայտարարել են, խոցել են ամերիկյան MQ-9 Repair գրոհային հետախուզական անօդաչու թռչող սարք։ ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ թիրախը ոչնչացվել է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Նշվում է, անօդաչու սարքը խոցվել է իրանական օդային տարածքում իրականացված գործողության ընթացքում։ Իրանական կողմը պնդում է միջադեպը վկայում է երկրի հոբ համակարգերի արդյունավետության մասին։ ԱՄՆ-ն այս հայտարարության վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը 25% մաքսատուր կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ։ Նրա խոսքով այդ որոշումը կայացվել է նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Ռուբիոն պնդել է, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում բարի կամք չի ցուցաբերել։ Նա նաև հայտարարել է, Բրազիլիայի տնտեսական քաղաքականությունը վնասում է ինչպես ամերիկացիներին, այնպես էլ բրազիլացիներին։ ԱՄՆ պետքարտուղարի գնահատմամբ նոր մաքսատուրքերը հենց այդ քաղաքականության հետևանքն են։ Թուրքմենստանում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին հայտարարել է, Միացյալ Նահանգները փաստացի ձախողվել է Հորմուզի նեղուցը կառավարելու եւ վերահսկելու իր փորձերում։ Նրա խոսքով Իրանի համապարփակ պաշտպանական հրթիռային եւ աշխարհաքաղաքական գերազանցությունը ամերիկյան զինվորականներին հասցրել է խորը ռազմական փակուղու։ Վերջինս նշել է, Հորմուզի նեղուցը կրկին դարձել է համաշխարհային ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր կետերից մեկը։ Նրա գնահատմամբ այդ կենսական էներգետիկ զարկերակը դարձել է լուրջ մարտահրավեր Վաշինգտոնի քաղաքական եւ ռազմական ղեկավարության համար։ Դեսպանը նաև ընդգծել է, իրավիճակի յուրաքանչյուր ձգձգում մեծացնում է ԱՄՆ-ի հեղինական եւ նյութական կորուստները։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Անկարան շարունակում է հավատալ Ուկրաինայում հրադադարի եւ քաղաքական կարգավորման հնարավորությանը։ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում խաղաղության հույսը պահպանվում է։ Ֆիդանի խոսքով Թուրքիան շարունակելու է դիվանագիտական ջանքերը եւ աշխատելու է բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ։ Նա ընդգծել է, Անկարան համագործակցելու է բոլոր կողմերի հետ հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, իր երկիրը չի հրաժարվում միջնորդական առաքելությունից։ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, նպատակ ունեն մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։ Խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն նշել է, Կիշնևը ցանկանում է մինչև ամռան վերջ բացել Բրյուսելի հետ բանակցությունների բոլոր 6 խմբերը։ Նրա խոսքով Մոլդովան շարունակում է կատարել անհրաժեշտ պայմաններն ու ընդունել համապատասխան օրենքներ, անկախ քաղաքական որոշումների ընթացքից։ Գրոսուն հիշեցրել է, նախկինում իշխանությունները խոստանում էին անդամակցել մինչև 2028 թվականը, սակայն այդ ժամկետը հետագայում վերանայվել է։ Նա վստահեցրել է, եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ երկրի ռազմավարական առաջնահերթությունը։ Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեոդորովի հրաժարականի դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել Կիևում, Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում, Լուցկում, Տրոմպոլում, Չերնիգովում, Կրիվոյ Ռիհում, Իվանո-Ֆրանկիվսկում, Պոլտավայում եւ Զապորոժիեում։ Ֆեոդորովը պաշտոնավարում է ընդամենը 6 ամիս։ Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով նրա հնարավոր իրավահաջորդը կարող է դառնալ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Իրանի զինված ուժերը հայտարարել են, եթե ԱՄՆ-ն հարվածի իրանական օբյեկտներին պատասխան հարվածներ կհասցվեն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքներին։ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին ընդգծել է, տարածաշրջանի բոլոր համապատասխան ենթակառուցվածքները կարող են դառնալ Իրանի զինված ուժերի թիրախը։ Իրանական կողմը նաև հայտարարել է, թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում։ Թեհրանը վերահաստատել է պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած ռազմական սրացման։ Հայաստանի կառավարությունը որոշել է 5 միլիարդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։ Գործադիր մարմնի հաստատած նախագծի համաձայն խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։ Անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին, նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Պետական ապարատին պարգևավճար տալու համար գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից եւ կբաշխվի այն պետական մարմինների միջև, որոնք գնահատվել են նոր չափորոշիչներով։ Կառավարությունը 545.5 միլիոն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվել է գործադիրի նիստում։ Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-ից 30-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Ըստ նախագծի հիմնավորման անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ եւ ներկայացուցչական վիճակը։ Հիմնանորոգվելու է ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։ Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում է Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանց ու մասնակցություն, որոնց թվում են Multigroup Concern ՍՊԸ-ն, Multi Autotrans ՍՊԸ-ն, Oniria Club ՍՊԸ-ն եւ այլ իրավաբանական անձինք։ 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաեւ տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Դատախազությունը բավարարել է նաև միջնորդությունը, ըստ որի Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտ ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Նախընտրական շրջանում էլ Նիկոլ Փաշինյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Ծառուկյանի բիզնեսի ողնաշարը Արարատ ցեմենտի գործարանը պետականացվելու է։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Երևանի Անուշավան Տեր Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հեռացրել է աշակերտի Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» Տատիկ Պապիկի հուշարձանը պատկերող նկարը, այն որակելով հակապետական քայլ։ Հասարակական կազմակերպությունը նշում է, որ թեև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք չկա, այս դեպքը մտահոգիչ է եւ վկայում է առանձին հաստատություններում Արցախյան մշակութային խորհրդանիշների նկատմամբ սահմանափակումների մասին։ Կազմակերպության գնահատմամբ նման դեպքերը նպաստում են Արցախի մշակութային հիշողության եւ խորհրդանիշների հանրային տարածքից աստիճանական դուրս մղմանը։ Հասարակական կազմակերպությունը նաեւ ընդգծում է, որ Հայաստանի կողմից միջազգային հարթակներում բավարար քայլեր չեն ձեռնարկում Արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Հայտարարության վերջում կազմակերպությունը միջազգային եւ տեղական իրավապաշտպան ու մշակութային կառույցներին կոչ է անում ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին։ Հուլիսի 16-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Այս մասին տեղեկանում ենք անվտանգության խորհրդից։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը, ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունը ապատեղեկատվության, հարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։
Քրիբ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, Հայաստանի Հանրապետությանը 26%-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս նախնական ժամկետի 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում կապահովի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը, նշել է Արարատ Միրզոյանը։ Պաշտպանության կողմը համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք պաշտպանության կողմի գնահատմամբ ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։ Այս մասին հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Պաշտպանության կողմի ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն եւ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Պաշտպանը նշել է նաև, որ այս գործով Գագիկ Ծառուկյանը կարող է տուժող ճանաչվել։ Չնայած ներքին գործերի նախարարության կիբերոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին, խարդախները շարունակում են 5G ցանցի թարմացման, կապի որակի բարելավման կամ տեխնիկական կարգավորումների պատրվակով ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ եւ համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ եւ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Հետևաբար անվտանգությունն ապահովելու համար ներքին գործերի նախարարությունը հորդորում է. մի ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, մի տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը եւ կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ Դատարանը նախագահությամբ դատավոր Հովանիսյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-236-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրվող պաշտպանյալիս Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Ավարտվել է այս քաղաքական հետապնդումը եւս ավարտվել է պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ դատարանի ավարտվել է արդարությամբ եւ արդարադատությամբ։ Շնորհակալ եմ Պատվարշան դատարան, նշել է Վահե Եփրիկյանը։ Տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում, աստեղեկությունների միսակվան 6-րդ կամ 8-րդ հարկից պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու լուսամուտից ընկնելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինքնասպանության հասցնել է հատկանիշներով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Reuters գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ըստ Բաքվի պաշտոնյայի գտնվում են իրական խաղաղության փուլում եւ վերականգնում են առևտրային կապերը տասնամյակների հակամարտությունից հետո, սակայն Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխություն վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Reuters-ի հրապարակման համաձայն Ադրբեջանի նախագահի օգնական արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղությունը միայն թղթի վրա գրված հայտարարություն չէ, այլ իրականություն է։ Նրա խոսքով դրա վկայություններից մեկը Հայաստանի հետ ուղիղ շփումների եւ երկկողմ առևտրի աճն է, այդ թվում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների ավելացումը։ Ռուսաստանը սպասում է, որ Բաքուն եւ Երևանը կհամաձայնեցնեն 3+3 հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հերթականությունը։ Այս մասին ճապազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած նիստի արդյունքներով։ 3+3 հարթակի առաջին փորձագիտական նիստում, որը տեղի ունեցավ հունիսի 5-ին 2026 թվականի Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն հանդես են եկել քաղաքականացումից զերծ փոխշահավետ տնտեսական կոնկրետ նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը, հայտարարել է Զախարովան։
Մոսկվայի Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից այսուհետ կգործի ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն դեպի Երևան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիքսուտովը։ Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի է ավելի քան 170 միջքաղաքային եւ միջազգային երթուղի։ Մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ միջազգային ավտոկայանից հնարավոր է ուղիղ հասնել Հայաստանի մայրաքաղաք Երևան, ասել է Լիքսուտովը։ Նրա խոսքով Երևան ավտոբուսները կմեկնեն շաբաթը մեկ անգամ յուրաքանչյուր 5 շաբթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց Մոսկվայի մետրո բջջային հավելվածի միջքաղաքային ավտոբուսներ բաժնի միջոցով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանը կարող է սրել իրավիճակը Պետդումայի ընտրություններից հետո։ Նրա խոսքով Մոսկվան կարող է մեծացնել զորահավաքի ծավալները եւ Կիևը արդեն այժմ պատրաստվում է նման սցենարի։ Զելենսկին ընդգծել է Ուկրաինան պետք է նախապես հաշվարկի հնարավոր զարգացումները եւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Կրեմլը Զելենսկու այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։ Եվրամիության անդամ երկրների նախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի Դաշնության դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Բրյուսելի դիվանագիտական աղբյուրների փոխանցման բանակցությունները հետաձգվել են մինչև հաջորդ շաբաթ։ Միաժամանակ մեկ շաբաթով սառեցվել է նաև ռուսական Urals նավթի գնային սահմանափակման շուրջ քննարկումը, որի առաջարկվող ՇՄ կազմում է 1 բարելի դիմաց $44։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. անընդհատ կոչ է անում Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը Ուկրաինայում։ Նրա խոսքով յուրաքանչյուր զրույցի ընթացքում նա ասում է. Վլադիմիր, ժամանակն է, որ դու դադարեցնես։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի։ Թրամփը համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել։ Կրեմլը Թրամփի այս հայտարարությունները դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածների ալիքը, խոցելով հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաեւ առափնյա դիտակետեր։ Հրամանատարության տվյալներով հարվածների ընթացքում կիրառվել է բարձր ճշգրտության զինամթերք, իսկ թիրախների թվում եղել է նաեւ Բանդեր Աբբաս քաղաքը։ Իրանի ՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է հարվածները հասցրել Քուվեյթում գտնվող Ալի Ալ-Սալեմ ռազմակայանին եւ Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազային։ Թիրախավորվել են ամերիկյան կապի համակարգերն ու վառելիքի պահեստները։ Իրանը հայտարարել է, այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրի պաշտպանության վրա։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային նշել է. Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա։ Նրա խոսքով, եթե մյուս կողմը խախտում է պայմանավորվածությունները, ապա Թեհրանը նույնպես իրեն ազատ է համարում չկատարել սեփական պարտավորությունները։ Բաղային ընդգծել է, նույն սկզբունքը կգործի նաեւ ապագայում ցանկացած հնարավոր համաձայնության դեպքում։ Իրանական կողմը շարունակում է պնդել ներկայիս իրավիճակում առաջնահերթությունը երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կտրականապես հերքել է այն պնդումները, թե Իսրայելը որևէ կերպ ազդեցություն կամ ճնշում է գործադրում Դոնալդ Թրամփի վրա, հատկապես Իրանի հարցում։ Նրա խոսքով ինքը անձամբ մասնակցել է որոշումների կայացման գործընթացին եւ կարող է վստահել, նման գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Վենսը նշել է, Թրամփը ինքնուրույն է ընդունում իր բոլոր որոշումները եւ չի ենթարկվում արտաքին շանտաժի։ Փոխնախագահի խոսքով Թրամփի դեպքում նման մեթոդները պարզապես չեն գործում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը թույլ է տվել երկիրը լքել 2024 թվականի դեկտեմբերի ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն։ Նրա խոսքով կինը արդեն դուրս է եկել Իրանից, գտնվում է անվտանգ վայրում եւ լավ առողջական վիճակում է։ Թրամփը նշել է, Վաշինգտոնը գնահատում է այդ քայլը որպես Իրանի կողմից դրսևորված բարի կամք։ Նա նաեւ հիշեցրել է, Ամերիկուհին ձերբակալվել էր Ջո Բայդենի նախագահության օրոք։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին ընդունված որոշման համար։ Իրանի Ահվազ եւ Չավաբար քաղաքներում պայթյուններ են որոտացել, ինչի մասին հայտնել է Մեհեր գործակալությունը։ Միաժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է սկսել է Իրանի դեմ նոր հարվածների շարք։ Վերջին օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փոխադարձ ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ն հարվածներ հասցնելով Իրանի տարածքին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Կողմերից ոչ մեկը չի հայտարարում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Իսրայելը պատրաստվում է զորքերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող 6 քաղաքներից։ Հաղորդվում է իսրայելական ստորաբաժանումների դուրսբերումից հետո այդ բնակավայրերում կտեղակայվեն Լիբանանի բանակի ուժերը։ Գործընթացը տեղի ունենում Իսրայելի եւ Լիբանանի միջև շարունակող բանակցությունների ֆոնին, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են հասնել խաղաղության վերջնական համաձայնագրի եւ նվազեցնել սահմանային լարվածությունը։ Պաշտոնական հաստատում Իսրայելի կողմից առայժմ չի հրապարակվել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, Վաշինգտոնը չի իրականացնի ցամաքային ռազմական գործողություններ Իրանում իշխանափոխության նպատակով։ Նրա խոսքով, եթե Իրանի ժողովուրդը ցանկանա փոխել իր կառավարությունը, դա պետք է լինի բացառապես իրենց որոշումը։ Վենսը շեշտել է, Միացյալ Նահանգները այլևս չի փորձելու այդ գործընթացը իրականացնել Իրանի ժողովրդի փոխարեն։ ԱՄՆ վարչակազմը շարունակում է պնդել, իր գործողությունների նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ։ Ուկրաինայի զոհանոթաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, Սև ծովում խոցվել է 20 նավ, որոնցից 17-ը նավթային լցանավ են, 2-ը գազատար լցանավ, իսկ 1-ը քարշակ։ Նրա խոսքով ավարտվել է Ազովի ծովում ստվերային նավատորմի դեմ գործողությունների առաջին փուլը, եւ այժմ հիմնական թիրախը Սև ծովն է։ Վերջինս պնդում է, այդ հարվածների հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է փոխադրումները Ազով-Դոնյան ծովային ջրանցքով, իսկ Ռոստովի մարզում սկսել են այլընտրանքային ուղիներ որոնել հացահատիկի արտահանման համար։ Նա նաեւ նշել է, փոքր լցանավերի ոչնչացումը լրջորեն բարդացնում է ռուսական նավթի արտահանման շղթան։ Ռուսական կողմը մինչ այժմ չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Կրեմլը հայտարարում է, ԱՄՆ-ի շարունակաբար ազդանշաններ է ստանում ուկրաինական կարգավորման շուրջ հետագա աշխատանքի պատրաստակամության վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Վաշինգտոնը մտադիր է ակտիվանալ այդ ուղղությամբ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո։ Նա նշել է, նման ազդանշանները փոխանցում են գործող շփման ուղիներով, որոնք պահպանվում են երկու երկրների միջև։ Պեսկովի գնահատմամբ ԱՄՆ պատրաստ է շարունակել իր միջնորդական ծառայությունները ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Լրացուցիչ մանրամասներ կամ ժամկետներ նա չի հայտնել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն The Atlantic-ի աշխատանքային նամակագրություններում կիրառել է հաղորդագրությունների ավտոմատ ջնջման գործառույթը։ Հրատարակությունը նշում է, դա հակասում է պետդեպարտամենտի կանոնակարգին, որը պահանջում է պահպանել պաշտոնական հաղորդագրությունները։ Ավելի վաղ պետդեպարտամենտը դատարանին հավաստիացրել էր, թե Ռուբիոն չի օգտվում նման գործառույթից, սակայն ըստ աղբյուրի հետագայում նա փոխել է Signal հավելվածի չաթի կարգավորումները։ Ամսագիրը հիշեցնում է նաև 2025-ի մարտին Եմենի հարվածների քննարկման շուրջ սկանդալային արտահոսքը եւ գաղտնի քննարկումները հայտնվել էին լրագրողի ձեռքում։ Թրամփը հայտարարել է 5 շաբթի նախատեսված իր հեռուստատեսային ելույթի գլխավոր թեման լինելու են ազատ եւ արդար ընտրությունները։ CNN-ի փոխանցմամբ նա Սպիտակ տանը Իրաքի վարչապետի հետ հանդիպան ժամանակ նշել է, կանդրադառնա նաեւ այլ հարցերի, սակայն հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի ընտրական համակարգի վրա։ Թրամփը հայտարարել է, խոսելու ընտրական մեքենաների անվտանգության եւ օտարերկրյա պետությունների կողմից ԱՄՆ ընտրությունների վրա հնարավոր ազդեցության մասին։ Նրա խոսքով սպասվող հայտարարությունը լինելու է շատ կարեւոր, քանի որ ազատ եւ արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է հուլիսի 18-ին մեկնել Միացյալ Նահանգներ, մասնակցելու սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Ynet-ի տեղեկություններով այցի ընթացքում Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն այն կարող է կայանալ հաջորդ շաբաթվա սկզբին։ Նեթանյահուն վերջինս անվանել է Իսրայելի լավագույն բարեկամներից մեկը, իսկ ցավակցություններն հայտնել նաև նախագահ Իցհակ Հերցոգն ու արտգործնախարար Գիդեոն Սաարը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածների շարք են սկսել Իրանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Հրամանատարության տվյալներով գործողությունը մեկնարկել է արևելյան ժամանակով ժամը 6:00-ին եւ ուղղված է Իրանի ռազմական կարողությունների հետագա թուլացմանը։ Վաշինգտոնի պնդմամբ թիրախավորվել են այն ուժերը, որոնք օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Իրանական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ-ի հայտարարությանը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջին անգամ արգելափակել է F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ տարեկան հաշվետվության հրապարակումը։ Bloomberg-ի փոխանցմամբ ավելի քան 20 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կոնգրեսի պահանջով պատրաստված զեկույցը չի հրապարակվում։ Կառավարության հաշվետվողականության գրասենյակը նշել է, վերանայման ընթացքում հայտնաբերվել է գաղտնի տեղեկություն, ինչը դարձել է հրապարակումը կասեցնելու պատճառ։ Նախորդ զեկույցներում բազմիցս արձանագրվել էին ծրագրային ապահովման, շարժիչների եւ արդիականացման աշխատանքների զգալի ուշացումներ։
Իսրայելի ուժերը հայտարարել են, Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացրել են Համաս Նուհբա հատուկ նշանակության ջոկատի 2 հրամանատարի։ Ըստ տվյալների գործողությունն իրականացվել է երեքշաբթի եւ թիրախ դարձած զինյալները անմիջական սպառնալիք էին ներկայացնում Գազայում գործող իսրայելական ստորաբաժանումների համար։ Իսրայելական բանակը նշել է, հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ քաղաքացիական բնակչության հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով։ Գործողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։ Համասը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 16-ի եւ 20-ի կեսօրից հետո 17-ից 19-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով։